Թուրքիայի ափերի մոտ անցած գիշեր տեղի ունեցած 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից Ֆեթիե քաղաքում 14-ամյա աղջիկ է մահացել, պատճառը խուճապի նոպան էր, կան 6 տասնյակից ավելի վիրավորներ, ցնցումը հասել է նաև հունական կղզիներ, երկրաշարժը տեղի ունեցել նաև Պակիստանում, այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ստորգետնյա ցնցումից հետո Կարաչիի բանտից 216 կալանավոր է փախել, ավելի ուշ նրանց մի մասը ձերբակալվել է։ Երեկվանից շարունակվում է Եվրոպայի ամենաբարձր եւ ամենաակտիվ հրաբուխ էտնայի հզոր ժայթքումը, որի հետևանքով օդ են բարձրացել 1 կիլոմետրանոց ծխի սյուներ։ Իտալացի հրաբխագետների խոսքով էտնայում տեղի են ունենում աճող ինտենսիվությամբ ստրոմբոլյան պայթյուններ։ Քաղաքական երկրաշարժից եւ նախագահին իմպիչմենտի ենթարկելուց հետո Հարավային Կորեան նորից առաջնորդ է ընտրում։ Կանխատեսվում է, որ կհաղթի լիբերալ Լի Ջեմյոնգը։ Լեհաստանում Կարոլ Նավրոցկին է ընտրվել նոր նախագահ, հայտնում է պետական ընտրական հանձնաժողովը, նա ստացել է ձայների 50.9%-ը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է նորընտիր նախագահին, որին համարում է իր դաշնակիցը։ Նավրոցկին ազգայնական է, կողմ է Եվրամիության ազդեցության նվազեցմանն ու Ամերիկայի հետ ռազմական էներգետիկ հարաբերությունների խորացմանը։ Ռուսաստանը նրա հանդեպ հետախուզում է հայտարարել։ Տնտեսական նոր դրությունից է գոհ Թրամփը, ասում է մաքսատուրքերի շնորհիվ տնտեսությունը դրական իմաստով պայթեցնում է։ Սպիտակ տնից նաև հայտնում են, որ հավանաբար այս շաբաթ տեղի կունենա Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հանդիպումը։ Նիդերլանդների ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը դուրս է բերել իր կուսակցությունը քառակողմ իշխող կոալիցիայից։ Ներգաղթի եւ ապաստանի քաղաքականության շուրջ վեճի պատճառով Վիլդերսը ներգաղթի խստացման կողմնակից է եւ այդ մասով կոալիցիան գործընկերների ընդդիմախոսը։ Կոալիցիայի փլուզման հետևանքով այսօր կառավարությունը հրաժարական տվեց։ Նիդերլանդներում նոր ընտրություններ կլինեն։ Երբեմն մասնավոր տարածք մտած կենդանիներին քշել հնարավոր չի, հատկապես եթե այն փիղ է։ Թայլանդում փիղը մտել է խանութ, թխված քաբլից կերել եւ հեռացել։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։